Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ինքնաճանաչում ֆորմատով այսօր մենք զրուցելու ենք քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Բարի ձեզ։ Ես արդեն ժպտում եմ, գիտեք ինչի, այն անեկդոտն եմ հիշում սովետական, այն որ մեկը սպիտակ թղթով կանգնած ալին դուրսը, դեն բան չկա գրած, էլի։ Ու գալի բռնում տանում են, շեֆն ասում է ինչ եք բերել, ասում է պիկետ էր անում, ասում է ինչ էր գրած վրան, ցույց են տալի, բան չկա գրած վրան, ասում են ինչի բան չես գրել, ասում է ինչ գրեմ, ամեն ինչ պարզ է, էլի։ Հենց մտածում եմ, որ Հայկ Մարտիրոսյանին պետք է հարցնամ, իմ համար շատ բարդ բան է կանգնում, ասում ամեն ինչ պարզ է, էլի։ Ինչ է պետք է հարցնեմ Հայկ Մարտիրոսյանին, բայց ամեն դեպքում գտել եմ մի բան։ Դե գիտեք երևի արդեն այս վերջի երկու օրը համացանցը չասեմ, շոկի մեջ է, մեղմ ասած, շոկի մեջ են դրսևորումներից, որոնք ցուցաբերում է վարչապետը իր զուգ ընկերուհու հետ։ Ինձ այլ բան է հետաքրքրում, որ դուք ասեք, քաղաքական, դասական քաղաքական պրակտիկայում երբևէ նման բաներ եղել է պատմությունից։ Հələ դա բարոյական բանի մասին առանձին խոսենք։ Ուղղակի քաղաքագիտության պատմության մեջ, քաղաքականության մեջ նման բան հիշում եք, որ ասենք երկրի վարչապետը կամ նախագահը Հա, նման թեմա արծարծի անպատիժ մնա, դա էլ գիտեք որ քրեական հոդված կա դրա վրա, հա։ Երկրորդն իջնի այդ որակների, մտներ դիսկուրսի մեջ, նման բան հիշում եք։ Վարդան, տեսեք, երկու մասով պիտի պատասխանեմ ձեր Մհմ։ հարցին։ Ինչպես միշտ ուզում եմ համապարփակ լինի պատասխանս։ Խնդրեմ։ Առաջինը ոչ, չեմ հիշում, եւ եթե չեմ հիշում, հավանաբար չկա, Մհմ։ չեմ ուզում պատել, բայց գրեթե վստահ եմ, որ չկա նախադեպ։ Ա, Եկեղեցի պետություն կամ եկեղեցու գլուխ պետության գլուխ փոխադարձ վիրավորանքներ, քաղաքական լուրջ պայքար, այո, կա։ Ամենահայտնի դեպքերից մեկը դա Հենրի 8-րդի եւ Հռոմի Հռոմի Պապ պապ կոնֆլիկտն է, որին հայերը ծանոթ են միայն Աննա Բոլեյնի Պոլինի պատմությունով, հա։ ությամբ, հա, եւ չգիտեմ ինչի մի տխմար մոտեցմամբ խեղճ Աննա Բոլեյնին, որ բացարձակ անմեղ զոհ էր, եւ թագավորի շրջապատը կեղտոտեց, որպեսզի պատմության մեջ կեղտոտ մնա եւ թագավորը ազատվի նրանից սեփական անձնական շահերից ելնելով, հիմա անգամ մեր մոտ այդ խեղճ եւ այսպես շատ կարքին կնոջ անունն է դարձել, չգիտեմ ինչ, ամեն ինչ մեր մոտ պիտի այլասերված լինի, չէ՞։ Բայց դա չի հիմա խնդիրը։ Դա այդ կոնֆլիկտը հայտնի է շատ եւ հայտնի է անգամ, որ այդ ահռելի կոնֆլիկտից մի ամբողջ երկիր դավանափոխ եղավ։ Այսինքն ամբողջ բրիտանական կղզիները Հենրի 8-րդը հեռացրեց կաթոլիկությունից եւ դարձրեց անգլիկան բողոքական, ինքն էլ դառավ եկեղեցու գլուխ։ Այստեղ ուզում եմ ասել, որ ոչ միայն հայ եկեղեցու գլուխն է եղել ըստ էության փաստացի հայկական պետության գլուխ, երբ պետություն չի եղել, մի քիչ օքսիմորոն է ստացվում, բայց պետական ֆունկցիա կատարել, նաև Անգլիայում պետության գլուխը դարձել է եկեղեցու գլուխ, ըստ էության կաթողիկոս, եւ մինչև այսօր այդպես է։ Քչերը գիտեն Հայաստանում, որ Մեծ Բրիտանիայում անգլիկան եկեղեցու ղեկավարը, փաստացի կաթողիկոսը, դա միապետն է։ Այդ թվում եւ թագուհին։ Եթե թագուհի է, ապա եկեղեցու գլուխը թագուհին է, եթե թագավոր է, թագավորն է։ Քենթերբերի arczepiskopos-ը չի եկեղեցու գլուխը։ Գիտենք Վատիկանի օրինակը, եւ ես սա ասում եմ հատուկ նպատակով եմ մի քիչ թեմայից հեռանում, որտեղ Վատիկանը պետություն է նախ եւ առաջ, եւ հետո նոր աշխարհի կաթոլիկների առաջնորդություն եւ առաջնորդանից կենտրոն եւ պապական պետություններ են եղել։ Հռոմի Պապը ահռելի քաղաքական ազդեցություն է ունեցել եւ այսօր էլ ունի։ Հռոմի Պապը քաղաքական կերպար է, լինելով հովվապետ ըստ էության կաթողիկոս, այլ խոսքերով ասած հայկական համարժեքով։ Այդ հակամարտությունները եղել են եւ Բորջաներից սարսափելի պապեր են եղել, որոնք ամեն ինչ են արել եւ կոնֆլիկտ է եղել տարբեր միապետների հետ, լուրջ պատմություններ են եղել։ Բայց ուզում եմ ժամանակաշրջանին հարիր շատ մաքուր, մաքրամաքուր ոսկեղենիկ գրաբարյան հայերենով ասել, քֆուր տալ չի եղել պետության ղեկավարի կողմից կամ Հռոմի պապի կողմից։ Իրար չեն քրֆել։ Եվ մանավանդ սեռական ակտերի մասին փողոցի
քֆուրային խոսքեր չեն հնչել։ Այդպիսի բան հայտնի չի, ամեն դեպքում եթե լիներ, հաստատ պատմությունը գրանցած կլիներ։ Այդպիսի բան հատկապես բացառված է ներկայիս պատմության մեջ։ Ներկայում հատկապես կրոնական ղեկավարները խիստ հարգված են, որքան էլ անգամ, եթե իրենք անհարգելի լինեն այս կամ այն մարդկանց կողմից։ Ես որպես անհատ անձ, որպես ոչ պաշտոնյա կարող եմ եւ հայհոյել եւ ինչ ասել, դա իմ խղճի վրա է, իմ պատասխանատվությունն է, բայց պետության ղեկավարի կողմից արտաբերել այդպիսի բառեր, կրթությունը նորաձև է շրջանակներում, դա առաջին անգամն է։ Դուք ասացիք, որ շոկի մեջ էր համացանցը, բան ես շոկի մեջ չէի։ Ես այո, նախ չհավատացի առաջին անգամ երբ տեսա, ոչ թե նրա համար որ չէի սպասում, այլ որ չէի սպասում, որ այդ բառապաշարը կարող է հրապարակվել։ Այսինքն ես գիտեմ, որ այդ բառապաշարը կա, հա, ուղեղս բավարարում է հասկանալու, որ դա կարող է լինել եւ կա ըստ էության։ Վկա չեմ, բայց ենթադրությամբ կա, ենթադրաբար կա, բայց որ կարող է փաստացի լինել հանրային տիրույթում եւ պետության ղեկավարը իրեն դա թույլ տա, դա խոսում է մի բանի մասին, որ պետության ղեկավարի հոգը չէ, թե ժողովուրդը ինչպես կարձագանքի, թե ինքը ինչ է անում, որովհետև ինչու որովհետև ինքը հաշվետու չէ ոչ ոքի, որովհետև ինքը ավելին է, քան միապետը։ Ինքը ավելին է, քան թագավորը։ Տեսեք, օրինակ Սաուդյան Արաբիայում, որ լուրջ ծանրակշիռ միապետություն է, թագավորություն է, եւ թագավորական ընտանիք ունի բացարձակ իշխանություն երկրում, երբևէ այդպիսի բան դրան մոտ բան անգամ անհնար է, որովհետև անգամ թագավորական ընտանիքը հաշվետու է սեփական ժողովրդին, հաշվետու է նաև սեփական էլիտաներին։ Եվ այդպիսի բան անհնար է որևէ այլ պետությունում, ել չեմ խոսում ժողովրդարական ինստիտուտներ ունեցող պետությունների մասին, խորհրդարան, չգիտեմ, վարչապետական կարգ եւ այլն, հա, մենք եթե բացարձակ միապետությունում դա անհնար է, բայց հիմա գամ իմ պատասխանի առաջին մասին։ Հայաստանում հնարավոր է ամեն ինչ եւ ամեն բան։ Եվ եթե մի բան նախադեպ չունի մարդկության պատմության մեջ, ապա անպայմանորեն դա կարելի է ակնկալել Հայաստանում եւ հայության շրջանում։ Եվ ես կարծում եմ, որ դա ոչ միայն կարելի է ակնկալել, այլ դա պետք է ակնկալել։ Քնեք գիշերը երազում տեսեք ամենաանպատկերացնելի կեղտոտությունը, ամենաանպատկերացնելի ստորությունը, ամենաանպատկերացնելի ողորմելիությունը եւ առավոտյան կարթնանաք եւ մեծ շանսեր կան, որ դուք այդպիսի մի երևույթի կարող եք ականատես լինել։ Պարոն Մարտիրոսյան, ուզում եմ հարցերը բան անենք, դինամիկա հաղորդենք մեր բանին, Բայց որ ես հարցին չպատասխանեցի երկրորդ մասով, եթե թույլ կտաք։ Երկրորդ մասով ասեմ, որ սա ա, ուղակի չունի նախադեպ եւ չի կարող ունենալ նախադեպ, որովհետեւ բխում է առաջին մասից, պատասխանատվության երևույթը չափազանց կարևոր երևույթ է, եւ եթե ժողովուրդը պատասխանատվության չի կանչում իր իշխանությանը, ոչ միայն ժողովուրդը, այլև թիրախը, եկեղեցին, գիտեք, ես չեմ բացառում, որ այդ եպիսկոպոսը ում մասին, որ մինչև հիմա չգիտեմ, որ եպիսկոպոսի մասն է, բայց ում մասին որ է, ես չեմ բացառում, որ ինքը կարող է սեռական կապ ունի իր քերու կնոջ հետ կամ չգիտեմ ում հետ, հա, դա ժողովրդի խնդիրն է անախ եւ առաջ եւ եկեղեցու խնդիրն է հետո, բայց ժողովրդի խնդիրն է նախ եւ առաջ, որտեվ եկեղեցին ժողովրդինն է, որքան էլ էս վերջին օրերին փորձում են ասել, թե եկեղեցին ոչ մեկի հաշվետու չի, ժողովուրդը պիտի հպատակվի, այդպես չի։ Եկեղեցին պիտի հպատակվի ժողովրդին եւ պիտի ծառայի ժողովրդին։ Եկեղեցին առանց ժողովրդի ոչինչ է։ Իմիջիայլոց դրան կանդրադառնանք Աջապահյանի ասած խոսքի մասով։ Բայց երբ եկեղեցին անգամ չի արձագանքում եւ շատ անպարկեշտ դիրքորոշում է բռնում ասելով, թե մենք մեծ ենք, մենք վեհ ենք, մենք դրան ինչ պատասխանենք, դա ինչ է, դա հոգեկան է, բան հոգեկան չի, ամենևին հոգեկան չի։ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես հոգեկան հիվանդ չի։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ հաշվարկող, հստակ պատկերացնող, թե ինքը ինչ է անում, մեկն է։ Նիկոլ Փաշինյանը պատմական առումով շատ լուրջ կերպար է, ցավալիորեն եւ ողբերգականորեն։ Կապ չունի ինքը ինչ կեպկա է դնում, ինքը ինչպես է խոսում, ինչ է անում, հա, ինչպես է քայլում, ինչպես է հաց ուտում, դրանք այդ ամենը բացարձակ կարևոր չի, դրանից բացարձակ չի հուզում։ դա էլ է այդ ծրագրի մի մաս։ Այդ մարդը իր արածով եւ իր արածի ազդեցությամբ
փոխել է պատմության ընթացքը տարածաշրջանային եւ հայ ժողովրդին դրել է վերացման ճանապարհի վրա։ Վերացման ճանապարհին էինք, բայց ինքը այդ process-ը դարձրել է անդառնալի։ Դուք այդ մարդուն անլուրջ եք վերաբերվում եւ ասում եք հոգեկան։ Հələ մի հատ միգուցե փորփրենք ձեր մեջ տեսնենք ով է ձեզանից հոգեկանը։ Դուք որ ասում եք իրեն հոգեկան, թե ինքը։ Այսինքն այս եւ սրա տակ կեղտ կա։ Իրենք իրենց չպատասխանելու իրական պատճառները գիտեն, բայց ներկայացում են իբրև թե իրենք վեհանձն են եւ չեն ուզում իշել եւ չեն ուզում պատասխանել։ Եվ ես ուզում եմ դիմել նրանց, ովքեր կոչ էին անում, թե զանգեր խփեք, բանադրեք, անիծեք, բա ուր է, բա չարեցին։ Բա հիմա դուք էլի սատարելու եք այս եկեղեցականներին, որոնք եկեղեցին անգամ չեն պաշտպանում, հայհոյանքից, քֆուրից, պետության ղեկավարի։ Գիտեք, մեր փողոցի Համոն կամ Սմբոն չի հայհոյել ինչ որ եպիսկոպոսի, որ ասես ով էր, որ լավ։ Հայհոյել է պետության ղեկավարը, մի պետության, որը այսօր Խաչակրաց արշավանքի է դուրս եկել եկեղեցին ոչնչացնելու, որտեվ դա միակ կառույցն է, որը քիչ թե շատ պահպանել է հեղինակությունը այսօր, որը դարերով եկել է բարձր հեղինակությամբ, այս կաթողիկոսի օրոք հեղինակությունը հավասարվել է գետնին, կղերական վերնախավի ջանքերով։ Եկեղեցին այդտեղ որպես ինստիտուտ մեղք չունի, բայց այդ ինստիտուտը ընդունել է այդ վիճակը։ Եվ հիմա իրենք դա մարսում են։ Այսինքն, երբ չկա պատասխանատվություն, եւ անգամ եկեղեցին չի կանչում պատասխանատվության իր կարողացածի չափով։ Ես հո չեմ ասում խաչերը վերցնեին, գնային շրջապատեին պալատները երկրի ղեկավարի, չէ։ Բայց իրենք ունեն իրենց մեխանիզմները, հոգևոր խոսք ունեն, կոնդակներ ունեն, չգիտեմ, մեթոդներ ունեն, որոնք բարոյական գործիքներ են։ Դրանք որ չեն օգտագործում, նստած ասում են, որ ժողովուրդն էլ չլինի, մենք կլինենք։ Դուք գժվել եք լրիվ, այսինքն ժողովուրդը չլինի, դուք ով եք, եկեղեցին ինչ է։ Կամումն եք պետք։ Համում եք պետք, ով է ընդհանրապես ձեր դուռը բացելու, ձեր շենքերը 2 վայրկյանում կծախեք, այսօր ժողովուրդ կա Երուսաղեմում ծախում եք ամբողջը։ Այսինքն այստեղ երկու ախտ է։ Եկեղեցու ներսից քաղցկեղ կա եւ իշխանությունն էլ ինքն էլ քաղցկեղ տարածող է փոխաբերական իմաստով։ Եվ քանի որ եկեղեցում քաղցկեղ կա, այդ քաղցկեղը շատ արագ տարածվում է ամենուր։ Այստեղ եկեղեցու մեղքը ահռելի է, բայց եկեղեցի ասելով կրկնեմ, ես պատմական են կարևորագույն միակ ինստիտուտը չեմ ուզում վարկաբեկել։ Ինձ համար եկեղեցու արժեքը եւ իմաստը չափազանց բարձր է։ Բայց եկեղեցին ինքն իրեն է վարկաբեկում, որտեղ այդպիսի ղեկավարություն ունի եւ ներսից անգամ բարոյական ապստամբություն չկա այն լավ մի քանի կամ մի խումբ հոգևորականների կողմից, որոնք զզվում են կաթողիկոսից եւ այդ վերնախավից իրենց, բայց որպես ավանդական այսպես երևույթ շատ ընդունված, շատ տարածված երևույթ, հլու հնազանդ են ամեն ինչի հետ, կարևորը իրենց հարմար լինի, հա։ Դե առնվազն երեք Ավստրիայի թեմը արձագանքել է, այնց որ չի, որ արձագանք չկա, անհատ հոգևորականներ արձագանքել Տեսեք, են, ամոթ, երբ որ Ավստրիայի թեմն է, ես չեմ տեսել, իհարկե տեղյակ չեմ, բայց եթե ասում եք հավատամ, ամոթ է որ թեմն է արձագանքում։ Թեմը ո՞նց կարող է պետության ղեկավարին արձագանքի։ Դա աբսուրդի է, դա ամոթ է եկեղեցում։ Հասկանում եք։ հա, ստիպված։ Էսա Սարդարապատա եկեղեցու մեջ, Սարդարապատ ժողովուրդը չդապստամբի, դե բանակը տեղ կան երկրին, չէ՞։ Սա Սարդարապատ վիճակը եկեղեցու մեջ։ Դե Թեմերու Սարդարապատն էլ, մենք սխալ պատկերացումներ ունենք։ Սարդարապատում էլ չէին ուզում գնային կռվեին։ Այն ժամանակ հրաշալի կաթողիկոս կար, որը ճիպոտով քշում էր ճակատ։ Եվ կային մի քանի ռազմական գործիչներ, որոնք առաջի պլանի չէին։ Առաջի պլանի էլ կային իհարկե, լուրջ գործիչներ կային առաջի պլանի, որոնք ասում էին, չէ, պիտի գնանք, մեռնենք, պահենք, վերջին է։ Բայց գերակը շռում էր, հանձնվենք, հանձնենք, տանք, մնանք էջմիածնում, բանակցենք, այդ բանն էր։ Այսինքն Սարդարապետը եղավ զորով քշելով եւ շատ անկազմակերպված էին։ Ալոմարզել։ Մենք հաղթեցինք ոչ միայն բացառիկ հերոսության շնորհիվ, որը տեղի ունեցավ Սարդարապատում, այլև էլի բախտի շնորհիվ, որովհետև թուրքական բանակը ջլատված էր, թուլացած էր եւ այն հատվածային հերոսական խմբերը, որոնք կռվում էին, ինչպես մեր բոլոր պատերազմներում է եղել, հատվածական հերոսային համակարգված չի եղել։ Ուղղակի կար համակարգողների մի շատ բարձրորակ խումբ այդ ժամանակ 18 թվականին, որը գլուխ բերեց մի կերպ Սարդարապետը ահռելի զոհերի գնով գլուխ բերեցին։ Ես երեք հարց ունեմ առանձնացած, ուզում եմ կարճ պատասխաներ ստանանք ու անցնենք առաջ։
Պատմության մեջ չի եղել նման երևույթ, որովհետև արտահայտվելը նման վարկաբեկելը կդիտարկվել որպես քրեական հանցագործություն եւ այդ իրեն քրեական պատասխանատվության կենթարկեին, թե այդ մարդիկ այնքան բարոյական են, որ հասկանում են, որ դա չի կարելի անել։ Ըստ ձեզ։ Ոչ, ոչ մեկը, ոչ մյուսը Վարդան։ Կրկնեմ ավելի հստակ։ Կա փոխադարձ կախվածության ճակերտներով հպատակներ, հպատակ բառի վատ իմաստով չէ, այսինքն հասարակության խավեր եւ ղեկավարություն, իշխողներ, իշխանություն եւ ժողովուրդ կամ հպատակներ եւ ղեկավարություն ավելի հին շրջանում, թագավորական ֆեոդալական շրջանում, հա, իշխանատիրական։ Փոխադարձ կախվածություն մշտապես է եղել։ Ժողովուրդը կամ պարլամենտը Միացյալ Թագավորությունում կամ Բրիտանիայում կամ Անգլիայում, մինչև տարբեր պետական կազմավորումների տեսքով, մշտապես թագավորի հոգին հանել է եւ թագավորին պատժել է, երբ թագավորը իրեն թույլ է տվել անցնել որոշակի սահմաններ կամ երբ իրենք համարել են, որ սահմաններ է անցել։ Ա, Բոլոր երկրներում իշխանությունը հասկանում է, որ ինչքան էլ ինքը բացարձակ իշխանություն ունենա, եթե ինքը գծեր կա դրանք անցնի եւ իր կարգավիճակը նսեմացնի եւ պատերազմ հայտարարի սեփական ժողովրդին, ինքը կընկնի, կկորցնի իշխանությունը։ Օրինակ տեսեք, Պոլ Պոտը Կամբոջայում ոչնչացնում էր սեփական ժողովրդին եւ կորցրեց իշխանությունը։ Իդի Ամինը ոչնչացնում էր սեփական ժողովրդին եւ շատ արագ կորցրեց իշխանությունը։ Օրինակները անթիվ անհամար են։ Հիմա Ա, հաջորդիցն եմ ուզում տամ։ Ես ավարտեմ։ Հայաստանում չկա այդ մոդելը, որովհետև ինչ ուզում ես արա այս ժողովրդին, ժողովուրդը օքեյ է։ Սա պիտի ասվի։ Որևէ պատասխանատվություն որևէ մեկը ոչնչի համար չի կրում եւ չի կրելու երբեք։ Եվ երբեք չի էլ կրել։ Մենք դրա լավագույն ապացույցը Արցախի հանձնումն է։ Դրանից հետո հայտարարությունները, որ պիտի գան այստեղ ադրբեջանցիներ ապրեն, Հայաստանի հանձնման մասին բացահայտ հայտարարություններ են արվում եւ ելի չկա որևէ ռեալ արձագանք։ Արձագանքը Facebook-ում բարբաջել կամ երկու բառ գրելը չի։ Չկա որևէ արձագանք։ Հետևաբար, պետության ղեկավարը անում է սա։ Մենք տեսնում ենք, որ իր տիկինը շատ ա, այսպես ինչ ուզում գրում է, ում մասին ինչպես ուզում գրում է, ելի չկա որևէ կաշկանդվածություն, մարդիկ շատ ազատ են եւ ես կարծում եմ, որ իրենք լավ են անում։ Իրենք կարողանում են անել, Հերթով գնանք, էլի, բայց կարծում եմ, դա իրենք անում են եւ ավելի են անելու, ասեմ ձեզ։ Եվ որ ավելի են անելու, ես չեմ կասկածում, բայց որ լավ են անում, գլուխները պատին են տալի կներեք։ Հիմա ես, լավ են անում։ չէ, հիմա Լավ, ես ուրիշ հարց, եթե պատասխանատվության կանչող չկա իրենց, պատասխան ուզող չկա, հարց տվող չկա, եթե իրենք դրա քաղաքական եւ բարոյական հետևանքները չեն առերեսվում դրանց, չկան, ապա լավ են անում։ Ուրեմն ում որ անում են, նրան դուր է գալիս, որ դա անում են, ուրեմն ճիշտ են անում։ ընդունում եմ։ Հիմա գանք հենց այս տարբերակին։ Անում են քաղաքական հետևանք չկա, քաղաքական հետևանք երևի դուք պատկերացնում եք, ասենք, չգիտեմ, փողոցներ դուրս գալ կամ ինչ-որ քաղաքական հայտարարություններ, մարդիկ ասում են լսեցինք, հեսա 26 թիվն է, ընտրություններն է, դու էլ կլսես մեզ։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ու Աննան թքած ունեն քվեների վրա, որովհետև իրանց հույսը ժողովուրդը չի, թե իրանց հույսը այլ տեղ է, որ իմանալով հանդերձ որ 26 թիվն է գալու մարդիկ ինչ որ ցիտիկ պետք է դնեն, չէ՞ ինչ որ միտեղ։ Ժողովուրդն ասում է մենք քեզ լսեցինք։ Լսեցինք, փողոց դուրս չեմ գալի, դամ ժամանակը չունեմ, որտեղ ավելորդ եմ գտնում, ինչի գնամ քո յենիչերիների հետ բախվեմ։ Հեսա 26 թիվը գալու է, ես իմ ցիտիկը որտեղ որ պետքա կդնեմ։ Հիմա Արթան, իրանք եթե թեկած ունեն ցիտիկի վրա, որտեղ ուրիշ տեղ է իրանց հույսը, թե գիտեն, որ ցիտիկներ կգնան որտեղ որ պետքա կդնեն։ ոչ նա, էլի ոչ նա։ Ձեզ հետ առաջին անգամ թույլ տվեք չհամաձայնել եւ Անպայման։ ասեք հետեւալը։ Ժողովուրդը այդպես չի ասում։ Նախ, եթե ժողովուրդը այդպես է ասում, ապա դա մեծագույն ամոթ է։ Ոնց թե։ Ոնց թե ես զահլաչում Հայեր, գլուխ դնեմ, կգնամ չեմ ընտրի։ Կտրեմ ուրիշ, այդպեսի բան չկա Վարդան։ Դա բան, էլի սեփական չարածները եւ չանելիքները գրափարով ասած ատմասկա տալու համար է, հա։ Չկա այդպիսի բան։ Այդպես չի լինում։ Եղավ երևույթը անմիջապես
որևէ ժողովուրդ արձագանքում է, ոչ հայ ժողովուրդ, հայ ժողովուրդը լրիվ շատ հատուկ Ալբերտներ ժողովուրդ։ ոնց պետք է արձագանքել օրինակ որ հայ ժողովուրդը չարձագանքեց, որտեղ Ասենք, արձագանքներից դժգոհ չեմ օրինակ, խնդրեմ, բայց հայտնի ձեր հարցի պատասխանին նաև մյուս մասին պատասխանեմ, որ չմնա թե չպատասխանեցի, չլինի։ Ասում եք, բա իրենց հույսը ինչ է, բա իրենք ինչի են անում։ Պատասխանը մեկն է, շատ պարզ պատասխան։ Իրենք գիտեն, որ իրենք վերընտրվելու են։ ոնց։ Իրենք ազնվորեն վերընտրվելու են։ Վարդան ժողովրդը իրենց դեմ չի, հասկացեք։ Ես դան համաձայն չեմ։ Չէ, Վարդան, այն ինչ որ դուք Նյու Յորքից տեսնում եք, Մгм. դա իրականությունը չի։ Այն ինչ որ ես էի Նյու Յորքից տեսնում, դա իրականությունը Հիմա չէ։ ես մեր դիտողներին հարցը տալիս եմ, ես հայ համաձայն չեմ Հայկ Մարտիրոսյանի հետ, որ Դիտորդների ինձ տալիս, իմ ձեր հարցերին այլ բան հետևորդներին են ցույց տալի։ Դուք գրեք ընտրվելու է, Վարդան, 90%-ը ձեր մեկնաբանություններում գրելու է, որ չէ, որ իրենք դեմ են, որ իրենք մերժելու են եւ այլն։ Ձեր ալիքը բացարձակ ցուցանիշ չի։ Հասկանում եք, բաց զերո ցուցանիշ է, որովհետեւ ձեր ալիքի դիտում են հիմնականում դուք ասեք թշնամիներն էլ են դիտում, չսիրողն է, չէ, դիտում են այն մարդիկ, ում հետաքրքիր է ձեր խոսքը։ Ձեր խոսքը հետաքրքիր չի այն զանգվածին, նիկոլական վերնախավին հետաքրքիր է, հա, նայում են, տեսեն ինչ եք ասում։ Բայց զանգվածին, որը նիկոլիստ է, ձեր ալիքը ընդհանրապես հետաքրքիր չի, իրանք չեն նայ, համաձայն իրենք եմ։ չեն Ես հիմա մի հատ ուրիշ ցուցանիշեր եմ ուզում ասեմ։ Նիկոլական ցուցիչներն էլ ցույց են տալի, որ Նիկոլը հետաքրքիր է ժողովրդի ոչ թե իմ հարցումներով 8%-ին, այլ ավելի շատ 11,5%-ին։ ինչ, Աբելցնու չլսի։ շատ, հա։ 11,5%-ին ինչ։ 11,5%-ին է հետաքրքիր Նիկոլն ինչ է ասում եւ ընդհանրապես իրancs համար հերոին։ Իհարկե, իհարկե, ես ձեզ ավելին ասեմ, 99% ժողովրդին ոչինչ հետաքրքիր չի։ Բացի ուտելը, խմելը, քեֆ անելը, լավ ապրելը, իրենց պատկերացմամբ լավ ապրելը, ոչինչ հետաքրքիր չի, դա փաստ է։ Իսկ ինչ կարևոր է թե Նիկոլը ինչ է ասում իրենց։ Իրենք սատարում են Նիկոլին, կարևոր է ինչ է ասում։ Չէ, Բայց ինչու եք կարևոր է ասում սատարում են Նիկոլին։ Որն է ձեր չափանիշը, որ իրենք սատարում են Նիկոլին։ Նիկոլը խաղաղություն է բերում ըստ իրենց։ Նիկոլը հանձնել է Արցախը, պրծել ենք այդ բեռից ըստ իրենց։ Ըստ շատերի։ Չէ, Վարդան, տեսեք, կա ը, կա մի բան, որին մենք ենք ուզում հավատալ, եւ կա մի իրականություն, որին մենք չենք ուզում հավատալ։ Ես ինձ համարել են միշտ հոռետես բան, հուսով եմ հիմա տեսնում են, որ ես երևի միակ Ու բան իրատեսն եմ չի փոխվել։ ամբողջ ազգի մեջ ցավոք սրտի ինչքան էլ դա մեծամիտ հնչի, բայց ես արդեն այլ եզրակացությունների եմ գալիս իմ միակության վերաբերյալ ցավոք սրտի ես հիմա կասեն բան ինքնասիրահարվածության մոլուցքով է տառապում բան, բայց չէ, ցավոք սրտի այդպես է եւ զարմանալի է որ այդպես է, այդպես պիտի չլիներ, որտեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա ոչ իմ արածի, ոչ իմ ասացի, ոչ իմ տեսածի մեջ, բայց փաստորեն ես դատում եմ արևմտյան ստանդարտներով, որտեղ դա առանձնահատուկ չի, բայց մեզանում քանի որ այլ ստանդարտներ են, ես այդպես շատ ունիկալ եմ նայվում շատ ցավալիորեն։ Հիմա տեսեք, կա իրականություն։ Ես ես հարց տամ, ընդամենը ամիսներ առաջ։ Գյումրիում ով հաղթեց? Հաղթեց ԿՊ-ն։ Ոնց Հաղթեց ԿՊ-ն։ ոնց։ Վարդան ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթեց ԿՊ-ն։ Եթե 10 հոգի Օնիգին էին ձայն տվել, 10 հոգի Ֆրունզիգին էին ձայն տվել, 10 հոգի Սմբուլիկին էին ձայն տվել, 10 հոգի էլ Վարդանիկին, դա դեռ չի նշանակում, որ հաղթեց ընդդիմությունը եւ Սմբուլիկը, Վարդանիկը, Օնիգը եւ մյուսները միացան եւ ավելի շատ ձայն ստացվեց իրենց մոտ։ Նրանք այդ ձայները ընդդիմությանը չէին տրված։ Տրված էին անհատ Սմբուլիկին, Օնիգին, Վարդանիկին եւ չգիտեմ ում։ Հասկանում եք։ Իսկ ձայների բացարձակ մեծամասնությամբ ձայները տրվել էին Սարիգին, ՔՊ-ի Սարիգին։ Ինչ կուզեքսեք Վարդան ջան։ Դե Կհասկնաս չէ, աղջան։ ինչ ես չէ, ես փաստերով եմ խոսում բացառապես։ Հիմա քանի որ Գյումրիում տարբերակները շատ են, հակադարձ դրան փառակալում երկու տարբերակ կար։ Եվ հենց երկու սև ու սպիտակի մեջ պարտվեց ԿՊ-ն։ Փարակ հարում Մгм. ոչ թե ՔՊ-ին ձայն տվեցին կամ ՔՊ-ի հակառակորդ կուսակցությանը եւ ուժին ձայն տվեցին երկու անհատներից նրան ում հավանում էին ավելի։ Մտածում եք ԿՊ-ն դեռ չուներ։ ԿՊ-ին չեն մերժել, ուղղակի մյուսին են զեն տվել։ Չէ, չեն մերժել։ ՔՊ-ն մերժողը Գյումրիում կմերժեր ՔՊ-ն։ Գյումրիում ԿՊ-ն մերժել են այն կարգին, որ նույնիսկ Վարդանիկ Ղուկասյանն է ձեն հավաքել։ Այդ կարգի մերժել են ԿՊ-ին։ Սա իմ գնահատականն է։ Պլյուս ամբողջ ԿՊ այս ռեսուրսը օգտագործվել էր Գյումրիում ձեն հավաքելու համար։ Այ Ամբողջ իր անունը մի րոպե։ Ռուբեն Մխիթարյան, չէ՞, այդ որ կլիպեր է անում, բաներ է անում, բան, չէ՞։
ՀԿ-ի մերձակա ասում են, չէ։ Եթե ինձ եք հարցնում, եթե ուզենային ՔՊ-ին մերժեին եւ տային որևէ տեխնացուի, ապա եթե վերցնում եք Վարդան Ղուկասյան, որը հանդես է գալիս կոմունիստական կուսակցության անունից եւ ունի շատ սպეციფიկ իմիջ, իմիջը սպეციფიկ է, չէ, շատ հատուկ իմիջ ունի, չէ, շատ հատուկ պատմություններ կան, չէ, իր հետ կապված։ Կերպար է, չէ, այդ մարդը։ Եվ մյուս կողմից այդ մարդը, որը ՀՀԿ-ական է կամ ՀՀԿ-ական չի, չգիտեմ, մերձ ՀՀԿ-ական է եւ այլն, բայց այսպես ավելի երիտասարդությանը գրավող, չէ, ավելի այսպես բան, չէ, եկա տայն իրեն։ Պարտադիր Իսկ չի։ Վարդան Ղուկասյանը բան ՀՀԿ-ական չի եղել։ Ես չեմ ասում պիտի տային Ռուբեն Մխիթարյանին, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, եթե ՔՊ-ի դեմ քվեարկեն, չէ, իրեն գնացել են Վարդանին են ընտրել։ Մենք պիտի Վարդան, մենք պիտի իրականությունը ընդունենք։ Չէ, իրականությունը ես դեմ չեմ ընդունել, ուղղակի սա իրականությունը ըստ Հայկ Իմիջիայլոց ներողություն ասեմ, որ Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է։ Ես ունեմ գյումրեցի ընկերներ, որոնց հետ եւ ես Գյումրիում փոքր ժամանակ, շատ ժամանակ եմ անցկացրել եւ լավ տիրապետում եմ բարբառին եւ անգամ Գյումրիում տուն եմ ունեցել եւ բարբառով խոսում եմ եւ հաճախ այսպես ընկերներիս հետ էլ, գյումրեցի ընկերներիս հետ էլ բարբառով եմ խոսում, թե հումորային, թե լուրջ, այնպես որ բարբառի մեջ խնդրում եմ որևէ բան չփնտրել իմ խոսածի, բայց դա անում եմ, որպեսզի ակցենտ դնեմ դրա վրա։ Սիրելի Վարդան, մի լվացեք հասարակությանը, մի լվացեք, մի լվացեք։ Հասարակությունը ձեր իմ լվալու կարիքը չունի։ Հասարակությունը հանդուրժելով Նիկոլ Փաշինյանին եւ այս ռեժիմը բացահայտորեն ասում է, չեմ ասում վերընտրելով, որ վերընտրելը պիտի չլիներ ու չլիներ, բայց դրանից հետո հանդուրժելով բացահայտորեն ասում է, որ ինքը կողմ է այն ամենին, ինչ կատարվում է, ոչ թե անտարբեր է, այլ կողմ է։ դա սա Ինձ սա էլ ասեմ, ինձ կարող են մեղադրել նրանում, որ ես այսպես զարտուղի ձևերով սրանով ուզում եմ ասել, որ Նիկոլը ժողովրդական է, որ ունի ժողովրդի սատարումը։ Չէ, զարտուղի ձևերով չեմ ասում, ուղիղ ասում եմ, ողբերգություն է, բայց դա փաստ է։ Դա փաստ է։ Ես դուք հաշիվ չեք։ փաստը ըստ Հայկ Մարտիրոսյանի ես ունեմ այլ փաստեր։ Հիմա ես ուրիշ բանի մասին եմ ուզում Հայկ Մարտիրոսյանին հարցնել։ Տեսեք, քաղաքական մեր կյանքում, նույնիսկ մեր այլասերված քաղաքական կյանքում, մենք դասական իմաստով քաղաքական կյանք չենք ունեցել, երբևէ, երբևէ, նույնիսկ մենք լինելով, ասենց ասեմ, հակառակորդ բոլոր ռեժիմներին, գոնե անձամբ կարող եմ ասել, եղել է չգրված օրենք, որ ոչ մեկի տուն ծոց չի մտել։ Ոչ մեկ երբևէ, ես չեմ հիշում, ոչ Այդպես չի Վարդան, ես ձեզ ասեմ, օրինակ Սերժի եղավ։ ժամանակ Ահա, ես գիտեմ ներքին սեքս սկանդալներ, որոնք հրապարակ չեն բերվել, ահա։ բայց այդ սեքս կոմպրոմատները կիրառվել են բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից հեռացնելու համար, ը, առանձին մարդկանց Այո, լրացնելու այո, համար, այո։ Էդմի դա ժուրնալիստի դեմ դա կոմպրոմատի եղել, բայց այո, հրապարակայնացնել, այո, դա չի եղել։ Բայց ինչի վրա ենք զարմանում։ Իսկ ինչ չեք սպասում։ Ինչ չեք սպասում, որ չեք տեսել։ Մենք տեսել ենք ամենասարսափելի բաները։ Մենք տեսել ենք 5000 հոգու զոհում, մենք տեսել ենք հայրենիքի հանձնում, հետո տեսել ենք հայտարարություններ, որոնցից կարելի է հստակ կարդալ դրանց տողերի արանքում եւ եզրակացնել, որ մեսիջը այդ հայտարարությունների թերևս այն է, որ լավ ենք արել ենք, սա պետք էր անել, արել ենք, ճիշտ ենք անում, ավելին ենք անելու, դուք էլ մեզ ձայն եք տվել։ Հիմա ես Էլ ինչի զարմանում։ հիմա ես ճիշտ եմ հասկանում, որ չի եղել, հիմա եղավ երկու աններելի իմ կարծիքով երևույթ, ձեր կարծիքով է նույնպես, եւ այս ամեն ինչը հետևանք չի ունենալու, իրանք շարունակելու են անել եւ այդ ամեն ինչը լինելու անհետևանք։ Այսինքն դուք ես կարծիքին եք։ Միանշանակ։ Իրենք անգամ ես զարմանում եմ մի բանի վրա։ Ոնց որ իրենք տեսանյութեր չեն հրապարակում, առայժմ միայն սպառնում են։ Ինչի չեն անում, այ մարդ, զարմանում ես, Խոսք այսինքն ա տվել, Աննա Հակոբյանը խոսք ա տվել, որ Բարիս Մուրասի հետ կապված տեսանյութեր էլ է հրապարակելու, դա լավ ճիշտ պետք է։ ասած, օրինակ Բորիս Մուրազիի մասով, ասենք, եթե գրեին, որ Սերժ Ռոբերտ Քոչարյանի, չգիտեմ, ես ոչ թե կհավատա, ելի չէի հավատա, բայց ասենք այդ մարդու ասոցիացիան Քոչարյանի հետ կարելի է ենթադրել, հա, բայց Սերժ Սարգսյանի հետ են որ ասոցացնում,
արդեն երակի կրկնակի անգամ դառնում է զավեշտալի այդ գրվածը, բայց ինձ համար զավեշտալին մեկ այլ բան է։ Բորիս Մուրազին լրագրող է, որը ինձ անverջ անհամար քննադատել է, ինձ ամեն անգամ հրավիրում է իր եթեր եւ ամեն անգամ բավական սուր եթեր է լինում եւ ինքը շատ անկեղծորեն կարծում եմ, որ ինձ հակակրում է, բայց բավական ցիվիլ պահվածք ունի եւ մեր մեջ ոչ մի ընկերություն չկա եւ չի կարող լինել, բայց Բորիս Մուրազին լրագրող է, այդ մարդուն ոնց կարող է պետության ղեկավարի կինը իրեն թույլ տա Ինեջե, այդ մակարդակներում, չեմ ասում իջնի, որտեվ իջնելու հարց չի այստեղ, բայց մակարդակների տարբերություն կա, դիսոնանս կա եւ ոնց կարող է, բայց մյուս կողմից էլ ինձ է մեղադրում, ասում եմ, ես ոնց կարող եմ դրա վրա զարմանալ։ լավ, հիմա Բորիսը, Ես չեմ զարմանա, որ իրենք վաղը հրապարակեն, չգիտեմ, իմ սեռական կյանքից ինչ որ դրվագ։ Ճիշտ ասած, թքած ունեմ, կարող են եւ հրապարակել, օքեյ, նորմալ է, ոչ մի բան չկա այդտեղ։ Ասենք տարօրինակ կլներ, որ ես սեռական կյանք չունենայի կամ ունեցած չլինեի։ Բայց կամ չգիտեմ, ինչ էր, հիմա էլ AI-ով գիտեք, արդեն լրիվ նոր տեխնոլոգիաներ կան, իրենք հորինում են, եւ եթե հիշում եք, մշակութային գործիչներից մեկին ինչ որ մեկը փորձել է ինչ որ բան անել, ենթադրում եմ պոստեր արել հրապարակային, որ եթե իմ մասնակցությամբ ինչ որ սեռական բնույթի բան տեսնեք, դա ես չեմ, բան, այսինքն ինչ որ երևի թե շանտաժ էր եղել, բայց ես այդպեսի դեպք եմ հիշում ինչ որ բայց անձը հիշում եմ, որ անձներ, հա, հայտնի մշակութային գործիչ, այդպիսի բաներ կարող են անել, տարբեր ձեր վրա էլ կարող են անել, ձեր վրա կարող են անել, որ դուք բան Կալիգուլայի մոդելով ինչ որ օրգյաների մեջ եք Նյու Յորքում, վաղը չզարմանաք, որ այդ տեսանյութը լինի։ Ես զարմանում որ մինչև հիմա չեն արել։ Բայց եւ երևի կանեն։ հա, Ու ես ասում եմ, կարծում եմ, զարմանում իվեր թե ես ինչի եմ զարմանում, հասկանում եք։ լավ, ես հիմա Նոր ուրիշ հարց եմ տալի։ Մենք սրանցից ամեն ինչ ենք սպասում, ճիշտ եք ասում։ Եթե մարդ կարա հազարավոր երեխեքի տանի սպանելու, սա ինչ է ոչ չանի։ Հիմա ուրիշ հարց եմ տալի։ Բորիս Մուրազին կարող է քրեական պատասխանատվության ենթարկել։ Այսինքն առնվազն իր չէ։ բադի համբավը արատավորելու համար դիմում գրի, ոնց թե չէ։ Կարող է տալ դատարան եւ դատանում գրեթե վստահ եմ, ենթադրում եմ Բայց վստահաբար, առնվազն կարող է որ իրավունք ունի, չէ՞։ կպարտվի։ Եղբայր, դուք ինչ եք խոսում։ Դուք կարող եք գիտեք իրավական պետության մասին եք խոսում։ Կարող գիտեք բանը, այդ տեղի ունեցողը Նյու Յորքում է Ես տեղի արդյունքների ունենում։ մասին չեմ ասում, պարոն Մարտիրոսյան։ Զուտ իրավական առումով, ոչ թե արդյունքները ինչ կլինի։ Իրավական առումով իրավունք ունի դատի տալու ես Իրավունքով ենթադրում։ եկեղեցին իրավունք ունի։ Բոլորն էլ իրավունք ունեն ենթադրում են։ Բոլորը ամեն ինչի համար դատի տալու իրավունք ունեն, բայց չեն տա կամ կտան չեն հաղթի ես ենթադրում եմ։ Շատ ուժեղ ենթադրություններ եւ Բայց մենք կասկածներ։ առնվազն գոնե հետո այս գործը կեղծող, դատավոր, դատախազ քննիչ անազգանունը կունենանք, մենք էլ Արքան ջան, ինչ հետո չի լինելու, հետո Հայաստան չի լինելու, լինելու է։ Ես լինելու։ դες կկանչեմ կնայեք։ Դուք այդ ժամանակ զբաղված եք։ Կասեմ, արի, այք ջան, արի Այդ տես ինչ կադրից է դուրս արի։ էլի կհամաձայնենք, չէ՞, որ Հայաստան չի լինելու, չէ՞, Վարդան Չէ, ջան։ Հայաստանը լինելու է, Հետո դատավոր բան, ինչ դատավոր, եղբայր։ Նախ այս ռեժիմը, եթե չեղավ իշխանություն, իրենց հետևից հասնող չի լինի, իրենց գտնող չի լինի, իրենք հարցերը կլուծեն կամ իրենց հարցերը, չգիտեմ, իրենց գործընկերները կլուծեն, ոնց կլուծեն, ինչ կանեն, չգիտեմ, ենթադրում եմ։ հա, Հա, ես այս ենթադրում եմ։ Ինչ հետո։ Հետո չկա։ Հետոն հիմա է, հետոն էլ ավարտվում է։ Կասեն էլի վատատես բան, չէ, իրատես։ Ինչ ասել եմ եղել է Վարդան, ցավոք սրտի, ամեն ինչ լինելու է։ Ու ամեն ինչ լինում է այնպես, ինչպես ես ասել եմ։ Ցավոք սրտի, ես շատ ցավում եմ դրա համար։ հիմա թույլ Բայց կտակ մի որ բան էլ։ մենակ ես եմ դա տեսնում, ուրիշ ոչ ոք չի ուզում մարդիկ։ Ես մի բան ասեմ ձեզ։ Լավ մարդիկ կան, լավ մարդիկ ընդ որում համակիրներ, եւ ես հարգանքով եմ իրենց վերաբերվում, որ ինձ ասենք հանդիպում ենք անբան, ասում են լսի, դու ամեն ինչ ճիշտ ես ասում, 100%-ով համաձայն ենք քո հետ, ստորագրում ենք քո ասածների տակ, մենք գիտենք, որ շատ վատ է լինելու, ավելի վատ, որ երկիրը գնում է դեպի վերջնական կործանում ու որ չի լինելու Հայաստան։ Մենք դա գիտենք, բայց ինչ կլինի, մեզ մի քիչ հույս տուր, էլի։ Վարդան, ես դա որ լսում եմ, այդ մարդկանցից հիասթափում տեսակ եւ Ահա ներ, ես էլ եմ հիասթափում, բայց ես նման բան չեմ ասում։ Ես ասում եմ բայց դու ես ձեր մասին չեմ ասում, բայց գիտեմ, դուք ինչ կապ ունեք իմ պատմածի հետ։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ, որ մեր մեջ, իմ մեջ չէ, հենց իմ մեջ չէ, բայց մեր մեջ կա դա։ Գիտենք, բայց ուզում եք մեզ խափեն, որ մենք մեզ լավ զգանք։ Եղբայր, ուզում եք լավ զգաք, գնացեք կրկես նայեք։ Այն կրկեսը, որ դուք տեսնում եք, որ ձեզ հա ընդդիմությունից սկսած, ազգայիններից վերջացրած, չգիտեմ, ումով ուզում եք։
Ձեզ ասում են, որ լավ է լինելու, լավի շանս կա։ Ես ձեզ ճիշտն եմ ասում։ Ես ինձ եմ ճիշտն ասում, Վարդան։ Լավ, Ինչ դատարան, ինչ բան, ինչ ապագա, ինչ հետո։ լավ, ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Հիմա պատկերացնում եք, վաղը մեկի ականջներից բռնած բերում եք, ասում է, վայ քո, ոնց է։ Բա Հայկ Մարտիրոսյանն ասում էր կարող եք ինչ ուզեք անեք, մեկը ոչ մի հետևանք չի լինելու։ Բասու ես անմեղ էի, ես լսեցի Հայկ Մարտիրոսյանին, արեցի ինչ ուզում են, Հասկացա։ ուզում ես ականջներիցս բռնել բերել դատարան։ Այդ ժամանակ Հայկ Մարտիրոսյանն իրանց ինչ պետք է Արեք ինչ ասի։ ուզում եք, ես այդպեսի բան եմ, ես ասել եմ, ասում եմ արեք ինչ Չէ, ուզում դու եք։ ասում ես անելու են ինչ պետք է եւ ոչ մեկ ոչի պատասխանատվություն չի կրելու։ Ես Ես ասում եմ, ասում գալու է, այն ինչում ես համոզված եմ, որ լինելու է, դա իմ ենթադրությունն է, հա, ես Աստված չեմ, ես էլ պատվեր չեմ։ ահա, ես էլ հիմա ասեմ, որ ճիշտ է Մարտիրոսյանը այդ կարծիքի է, բայց դուք շատ տենց ալխային չընկնեք։ Լինելու է ինչ որ լինելու է, դուք էլ շատ մի առիթավորվեք, որ հանկարծ Է որ ասում են հաջորդ տարի Շուշիում մենք ազատագրելու ենք Շուշին, Արցախ հետ ենք բերելու, այդ օպերայից է։ դե հիմա կարող է չլինի Է որ Երևանն են արդեն հանձնում, հասել են Երևանին, ասում են մենք Արցախ հետ ենք բերելու։ պարոն Մարտիրոսյան, ես չեմ ասում հաջորդ տարին, բայց որ Շուշիին լինելու է, Ան Հակոբյան, բայց ձեր մասին չի խոսքը, դուք ախր ինչի եք դուք ձեր վրա։ Ես ուրիշների մասն եմ ասում, դուք ասում ես եք։ կոռեկցիա եմ մտցնում։ Անցնենք առաջ, էլի հիմա արդյոք դուք պնդում եք, որ այս մեր ներկա վիճակում այս պարտադրված ընտրությունից, հա, Քոչարյան եւ բանը, այս նույն Այդ կապիտուլ ինչի է պարտադրված է։ Սա պարտադրված չի, այդ մոտեցումն էլ է սխալ։ կարող եմ ես վերջացնել հարցից։ Իհարկե, Այսինքն, ներողություն եմ խնդրում համար։ եթե այս ընտրությունից զատ Քոչարյան եւ Ճիվախ ընտրությունից զատ հանկարծ մեկ տեխնացու ի հայտ եկավ, մեկ էլի ժողովուրդը չի նայել այս նոր տեխնացուին, գնալու է էլի այս սրանց մեջ ընտրություն անի։ Սա եք ուզում։ Այո, 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 հազար անգամ այո։ Եթե Հիսուս Քրիստոսը գալուստը լինի եւ Մեկ գա, այլ բան եմ ուզում ասեմ։ Գրեք համաձայնեք Նիկո բանը Հայկ Մարտիրոսյանի հետ ոչ։ Հիմա շարունակեք։ ես չեն համաձայնելու կամ համաձայնել, բայց ինձ հետաքրքիր չի։ Թող գրեն։ Ոչ է կարդալու եմ, հետաքրքիր չի, համաձայնեն, համաձայն չեն։ Ես գիտեմ, այն ինչ գիտեմ, հիմա իրենք համաձայնեն, դա իմ կարծիքը չի Այսինքն փոխել։ ուզում եք ասեք մի վարքան, ժողովուրդը այս երկուսից են կողմ ոչ մի բան չի ուզում, ոչ մի բան չի ուզում իր կյանքի Չէ, մեջ։ չէ, չի ուզում։ Ինչի՞։ Այդպես Ո՞նց է, այդպես է։ Որովհետև կա հատկություն, մենք հատկությունների վրա աչք ենք փակում, մենք մեզնով ենք դատում։ Մենք ունենք այլ հատկություններ, քան մեծամասնությունը, եւ մենք ուզում ենք մեծամասնությունը տեսնել սեփական ակնոցներով, այդպես չի լինում, պարոն Հակոբյան։ լավ։ Իրականությունը տեսեք եւ թույլ տվեք ասեմ ավարտենք։ Ընտրությունը պարտադրված չի այդ երկուսի մեջ։ Դա կամավոր ընտրություն է, դա ժողովրդի ընտրությունն է։ Ամենակարողը այս ամբողջ պատմության մեջ ժողովուրդն է, որը իր ամբողջ կարողությամբ որոշել է, որ ինքը անկարող է, որոշել է, որ ինքը delegate է անում, այսինքն հանձնարարում է այս երկու ուժերին կիսել իրար մեջ այս ամբողջ խաղը եւ վարել այս ամբողջ խաղը։ Հիմա պարտադրված չի, հասկացեք մի բան, նման իրավիճակներում պատերազմից հետո եւ խոսքի ձեզ չի ուղված, անձամբ ձեզ չի ուղված, պատերազմից հետո աղետներից հետո, հայտարարություններից հետո, հայրենիքը հանձնելու մասին, փաստացի հանձնելու մասին, ըստ էության հայտարարություններից հետո, գալիքի մասին հայտարարություններից հետո, զոհերի մասին հայտարարություններից հետո, գերիներին 5 տարի այնտեղ թողնելուց հետո, ամեն ինչ ավիրելուց հետո եւ կործանելուց հետո եւ գրափարով ասած պրավալ տալուց հետո ուրիշ հայերեն բառ չեմ ուզում օգտագործել, այդ ռուսերեն բառը հստակ բնորոշում է ավելի քան որևէ հայերեն բառ։ Եթե չկա զանգվածային, տարերային ընդվզում ժողովրդական։ Վերջ, մնացած ինչ խոսում եք բարբաջանք է։ Ես եւ դուք ինչ խոսենք բարբաջանք է։ Վերջ, չկա ուրիշ բան։ Մնացածը ինչ խոսում եք հեքիաթ է, տխմարաբանություն է։ Ես ինչ խոսեմ տխմարաբանություն է։ Սմբատը, Հակոբը, Հովանեսը, Պողոսը, Գրիգորը ինչ խոսեն տխմարաբանություն է։ Որովհետեւ կա փաստ։ Ինձ մնացածը չի հետաքրքրում։ Ընդ որում ոչ միայն հանդուրժել են, գնացել վերընտրել են, հետո ամեն օր նորմալ, կարծես ոչինչ չի կատարվում։ Սա ընտրություն է։ Այն, որ ասում են դե մեզ էսպես են արել, դեր սա չի թողնի, Ռուսաստանը չի թողնի, չգիտեմ, Ֆիլիպինները չեն թողնի, նա չի թողնի, սուտ է։ Երբ ժողովրդը ոտքի է կան, բան ազգային անգամ այս ազգը այդպեսի ասացված կունի, չէ, գյուղ կանգնի գերան կկոտրի։ Լուցկու չոփ չի ուզում կոտրել, որովհետև չի ուզում կանգնել։ Ինչու չի ուզում կանգնել։
որովհետև ինքը ունի ընտրություն, ընտրություն չնայելու այլ տեսանկյունից, չկանգնելու այլ աստիճանի վրա, այլ մնալու այն աստիճանի վրա, որտեղ կա, միգուցե փոխելու այդ աստիճանը դեպի առավել վատ աստիճան։ Կա այդ որոշումը, Վարդան, կա որոշում, որ պիտի Նիկոլ Փաշինյանի օրակարգը լինի։ Չեք լսել ինչքան են ասում լավ, լավ կլինի, չէ, չէ, լավ ասենք, որ լավ լինի։ Դա ինչ է նշում։ Նիկոլն էլ է իրենց ասում լավ կլինի, ասում է ես էս ամենը անում եմ, որ լավ լինի։ Հետևաբար իրենք սատարում են Նիկոլ Փաշինյանին։ Մնացածը ինչ որ մի փոքրիկ մաս, որը փոքրիկ մաս է, սատարում է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան տանդեմին, որտեղ ըստ իրենց պատկերացումների եւ ըստ իրենց այն աստիճանի, որի վրա իրենք կանգնած են, նրանք են լավ լուծումները եւ այլ լուծումներ չեն կարող լինել։ Վարդան, բազմաթիվ տասնյակ արժանավոր, անգամ արժանավորագույն մարդիկ են եղել, որոնք զզվել են, զզված են եւ ամեն ինչից հրաժարվել են եւ կամ արտասահմանում են ապրում կամ բան։ Կներեք, դուք անգամ Երևանում չեք եւ ես ձեզ չեմ մեղադրում, որովհետեւ գիտեք ինչի, ինձ համար անձամբ դարձել է գերագույն անտանելիություն Հայաստանում գտնվելը ֆիզիկապես։ Հիմա այն պարագայում, երբ ես այս հողը անսահմանորեն սիրում եմ, բայց ուշադրություն դարձրեք իմ ասածին, այս հողն եմ ես սիրում։ Եվ սիրում եմ այս մշակույթը չէ, իմ նախնիների մշակույթը։ Այս մշակույթ, ստեղ մշակույթ չկա հիմա։ Ստեղ կա բան, մի սարսափելի բան, ապա մշակույթ եւ հակա մշակույթ։ Այսօր այդ երկու բանն եմ ես այսօր սիրում, այդ երկու բանն է մնացել իմ համար, հա։ Այդ երկու բանն է իմը արդեն, այն մնացած ես ոչինչ չեմ ճանաչում, ոչինչ արդեն նայում եմ ոնց որ իմը չի։ Բայց շատ անկեղծացա այստեղ։ Հիմա հասկացեք մի բան, մեր տեսանկյունով չի։ Ձեր նման մարդը կարող էր լինել 500 անգամ ավելի լավ վարչապետ, քան այս երկրի վարչապետը այսօր։ Բայց ձեր նման մարդը Նյու Յորքում զբաղվում է մասնավոր գործունեությամբ։ Ձեր նման մարդը ընդ որում ձեզ հետապնդում են որքան տեղյակ եմ այստեղից։ Հիմա չգիտեմ ճիշտ եմ տեղյակ թե չէ, այդպես է, մի արձագանքեք, ինձ պետք չի որ դուք արձագանքեք, այսինքն կարիք չկա արձագանքելու, Է, բայց միակը չեք։ կա քրեական հոդվածը կա, գործերը կա, հարուցված, այո, ես հետապնդում Դուք միակը չեք, եղբայր։ Էլի մարդիկ կան, որոնք եմ։ ծայրահեղ զզված են։ Ես էլ եմ ծայրահեղ զզված։ Դրա համար ես ոչ մի ակտիվ քաղաքական գործունեություն չեմ ծավալում եւ չեմ ծավալելու։ Ինձ հետաքրքիր չի այլևս, ես գիտեմ ինչ է լինելու։ Այդ բայց ինչ է տեղի ունեցել, ինչի ենք մենք այսպես, ինչի կարող եք ասել, որովհետև ժողովուրդը մերժել է ձեզ, չնայած ձեր չգիտեմ 100,000 հետևորդ ունեք, ինչքան հետևորդը բան չի նշանակում։ Հետևորդը լավ բան է, շատ լավ բան է։ Ես գնահատում եմ իմ հետևորդներին, ուզում եմ իմ ալիքը շատ հետևորդներ ունենա, իմ ջանից եթե թույլ կտակ, ասեն, որ փորձելու եմ ակտիվացնել իմ ալիքը, առավել շատ խոսել, ինքս իմ համար, նաև իմ հետևորդների համար, որոնց շատ ուրախ եմ, որ գաղափարակիցներ ունեմ, թող բաժանորդագրվեն իմ ալիքին YouTube-ում, ձեր ալիքին թող ավելի բաժանորդագրվեն, որտեղ արժեքավոր գործ եք անում, լավ, կարևոր։ Բայց ինչի մենք չենք ուզում քաղաքականության մեջ լինել այլևս, ինչի ենք մենք զզված, ինչի մենք չկանք դաշտում ըստ էության, որովհետև մեզ մերժել է ժողովուրդը, բա որ մեզ ժողովուրդը տեղ տար։ Եվ ես դրանից չեմ ամաչում։ Ես հիմա անգամ հպարտ եմ, որ ինձ այս ժողովուրդը մերժել է, հասկանում եք։ Դուք հասկանում եք ես ինչ եմ ասում։ Ես հպարտ եմ, որ ինձ այս ժողովուրդը մերժել է, որտեվ այս ժողովուրդը սրտանց սիրում է Նիկոլ Փաշինյանին։ Ինչքան էլ որ ես ու դուք Facebook-յան դաշտում տեսնենք տասնյակ կամ հարյուրավոր հականիկոլական, հակառեժիմական գրառումներ։ Դրանք բաբլներ են, դրանք փուչիկներ են, որոնցում մենք ապրում ենք։ Դա իմ ընկերների շրջանակն է եւ Facebook-ը այդ ալգորիթմն է բերում, իմ հետևած մարդկանց շրջանակն է, բայց ես հետևում եմ նաեւ նիկոլականների, որոշ նիկոլականների հետ դեռևս այդ նախաչհեղափոխական կամ անմիջապես հետհեղափոխական շրջանից Facebook-ում ինչ որ friendship կա հələ դեռ, հա, եւ ես չեմ հեռացնում, որ տեսնեմ իրենք ինչ են ասում, հա, ոչ թե իրենց այդ համամիտ եմ, այլ չեմ հեռացնում իրենց։ Իրենք էլ ինչ չեն հեռացնում, երևի որ տեսնեն ես ինչ եմ ասում։ Բայց դա մեր բաբլներն են, դա մեր փուչիկներն են, որի մեջ մենք ենք, բայց դա իրականությունը չի։ Իրականությունը շատ ավելի լայն է, լայն իրականությունում կա մեկ փաստ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը այս իշխանությունն է, այս մարդն է, եւ իր իշխանությունը, եւ իր ռեժիմը, եւ այդ մարդիկ շարունակում են մնալ ռեժիմ։ Մնացած ինչ խոսենք դատարկաբանություն է լինելու։ Կա փաստ, եւ այդ փաստը ամենավորոշիչ հանգամանքն է։ Վերջ։ Լավ,
այդ փաստը կա, այս փաստի հետ դժվար է մերժելը։ Մենք էլ ամեն ինչ կանենք, առնվազն գոնե այն մարդկանց ռեսուրսներով, ովքեր համարում են, որ պետք է ամեն ինչ անել փոխելու համար, ամեն ինչ կանենք, որ ապացուցենք, որ այնքան էլ այդպես չի, եւ մենք ապագա ունենք։ Հիմա հարցս ուզում եմ անցնեմ հաջորդ թեմային։ Եվ նկատել եք, եւ դուք եք համաձայն, որ Թրամփի սկսած նոր հայտարարքաղաքականության արդյունքում Եվրոպան ստիպված ինքնուրույնացավ, ես ստիպված ինքնուրույն քաղաքական քայլեր անել։ Ձեր կարծիքով սրանք երբևէ կարող են Հայաստանի համար ավելի նպաստավոր վիճակ ապահովել, քան նախկինում էր։ Ակնհայտորեն Ֆրանսիան շատ ավելի ակտիվ է, բայց Ամերիկայի ինքնահեռացումը մեծ հաշվով տարածաշրջանից եւ ընդհանրապես միջազգային գործերից ստեղծել է մի իրավիճակ, որ Հայաստանը դարձել է շատ ավելի խոցելի։ Եվ Ֆրանսիան ցավոք սրտի չի կարողանալու փրկել Հայաստանին այն ծրագրից, որը նախապատրաստված է Հայաստանի համար։ Ֆրանսիան շատ է ցանկանում, որպեսզի փրկի, եւ ես նայեցի Ֆրանսիայի արտգործնախարարի բավական լավ կլիպը ֆրանսերենով իր պաշտոնական էջում եւ հստակ բացահայտ, ուղղակի բացահայտ մեսիջ կար եւ բացահայտ ասվում էր, որ Հայաստանը Ֆրանսիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է եւ Ֆրանսիան ցանկանում է, որ Հայաստանը լինի ապահով եւ անվտանգ։ Դա առաջին անգամ է, որ այդ բացահայտությամբ հայտարարություն է արվում ամենաբարձր մակարդակներով։ Ըստ էության, երկրի արտաքին քաղաքականության երկրորդ դեմքի մակարդակով նախագահից հետո, հա, արտգործնախարարին։ Բայց Ֆրանսիան չի կարողանալու միայն մեկ պատճառով, որտեղ հայ ժողովուրդը չունի օրակարգ անգամ Ֆրանսիային լրջորեն մերձենալու, ցավալիորեն, սարսափելի ցավալիորեն, եւ որովհետեւ այս իշխանությունը այլևս հիմա կատարում է որոշում Ամերիկայի հեռանալուց հետո, որ իր երկու լարի վրա խաղալը արդեն իրեն ձեռք չի տալիս, եւ ինքը վերարտադրման գործում աջակցություն ունենալու եւ իշխանությունը շարունակելու գրաբարով ասած դաբրո ունենալու համար, թույլտվություն ստանալու համար, ունի Ռուսաստանի տակ արդեն բացահայտորեն նաև մտնելու կարիք։ Ամբողջությամբ Ռուսաստանի տակ էր միշտ, բայց հիմա բացահայտորեն արդեն հավատարմության երթումներ տարվի։ Մենք դա տեսանք Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատի հայտարարությունից, երբ ասեց, որ մենք չենք էլ գնում Եվրամիություն, այսինքն երկակի խաղ են խաղում, եւ նայեք Սերգեյ Մարկեդոնովի վերջին հարցազրույցը, մարդը հստակ ասում է, բայց հետաքրքիր է, որ այդ մարդը, որ ռուսական ըստ էության պետությանն է ծառայում եւ Ռուսաստանի շահերն է առաջ տանում, հետաքրքիր ձևով ըստ էության նաև այդ ելույթում ասեց, որ փաստացիորեն Նիկոլ Փաշինյանի օրակարգը կոնսյումերիզմի, այսինքն առարկայա իրապաշտական, օգտագործման, առարկայա օգտագործման, այսինքն կենցաղապաշտական մոտեցումը, եթե բառը այդպես թարգմանենք, հա, դա թարգմանությունը չկա, consumerism-ի թարգմանություն չեմ կարծում թե կա։ Դերևս դա սպառողականություն էլ չէ։ Իրա Դա ինչ է։ մի խոսքով, հա, ասեցի արդեն, ասեց, որ դա իր կարծիքով հերու չտանող ծրագիր է այս տարածաշրջանում, այս հարևանությունում, հա, անգամ ինքը ասեց։ Բայց մենք տեսնում ենք Կիրիենկոյի նշանակումով, որը շատ լուրջ ֆիգուր է ռուսական կառավարությունում, եւ այդ մարդկանց չի կարելի իմիջիայլոց վերաբերվել, նրա նշանակումով բավական ուժեղացվում է Հայաստանի ուղղության վերահսկողության կոնսոլիդացիան Կրեմլի ձեռքերում եւ պահանջում են Հայաստանից բացահայտ հավատարմության երթումներ, թույլ տալով շարունակել ստից մի քանի կեղծ ռևերանսներ դեպի արևմուտք, որպեսզի դրանով ժողովրդի կողմից սատարում ապահովեն, որտեվ չեն կարող եւ այդ լարախաղացությունը արդեն սկսում է լրիվ ձևական բան բնույթ կրել։ Ցավոք սրտի հայ ժողովուրդը չունի օրակարգ գնալու դեպի արևմուտք։ Ինչքան էլ որ հասարակության մեջ այո արդարացիորեն արդեն շատ են
պրոարևմտյան ձգտումները։ Ձգտումներ կան, օրակարգ չկա։ Նա իսկ ինչ է լինելու։ Բավական է, ասեմ սա էլ, բավական է երկու հայտարարություն ռեժիմի կողմից, որ ցավոք սրտի այս իրավիճակում Հայաստանը Ռուսաստանին այլընտրանք չունի, այդպիսի երկու հայտարարություն, եւ դրանից հետո այդ այսպես կոչված արևմտամետներն էլ, ովքեր ռեժիմին սատարում են, կսկսեն սատարել այդ օրակարգ Ճակատապատ։ Իսկ հասցեին։ ինչ կլինի, եթե երևի արդեն տեղյակ եք, հա, ուկրաինական խոշոր հարձակումները ամբողջ Ռուսաստանի տարածքի վրա, մասնավորապես ռազմաբազաների ոչնչացումը Ռուսաստանի այս խորքերում, միջև Մուրմանսկ են հասել, եւ դա այն արդյունքները, որոնք մենք 3 տարի սպասում ենք, որ Պուտինյանի ռեժիմը ի վերջո պետքա ծնկի բերվի, եւ դա ես արդեն տեսնում եմ, չեմ էլ կասկածում դրա։ Իսկ ինչ կլինի դրանից հետո։ Այդ ռեժիմը առայժմ ծնկի չի գա։ Ну, առայժմ, բայց վաղ թե ուշ տնտեսություն։ Առայժմ երբ որ ծնկի գալու լինի, կարող է եւ Հայաստանը այնքան ծնկի եկած լինի, որ պարկած ոտքերը փռած լինի Հայաստանը, պատկերավոր ասած չլինի երկիրը, հա։ Այնպես որ պիտի նայենք իրատեսորեն, ոչ թե երազկոտորեն։ Ուկրաինայի հարվածները շատ լուրջ հարվածներ են։ Իսրայելական աղբյուրները անգամ ասում են, որ շատ առումներով Իսրայելի լավագույն օպերացիաներին համա, այսպես զուգահեռ, անգամ ինչ որ Ֆենոմենալ է, ինչ է մնալու։ ֆենոմենալ օպերացիա է, ես ինքս կհամատեմ թերևս NTB-ի օպերացիայի հետ 70-ականների, երբ այս մասին երկու խոսք ասեմ, որ հասկանանք, թե ինչ են նշանակում արժանապատիվ ժողովուրդ, դա Եգիպտոսի խորքերը Իսրայելի ժողովուրդն է, երբ պաղեստինցի ահաբեկիչները իսրայելցիներով օդանավ առևանգեցին եւ տարան Աֆրիկա, եւ Իդի Ամինը, որ երկրի նախագահն էր, ապաստան տվեց ըստ էության եւ օդանավակայանում տերմինալում էին պահում պատանդներին եւ իսրայելական ուժերը այսօրվա վարչապետի եղբոր անմիջական ղեկավարությամբ օդանավներով ռազմական իջան Աֆրիկայի սրտում 2000 կիլոմետր հեռու Ուգանդայում Էնթեբե օդանավակայանում եւ մեկ զոհ տալով, որ այսօրվա վարչապետի եղբայրն է, Նեթանյահուի եղբայրը զոհվեց հրամանատարը խմբի, ֆանտաստիկ օպերացիա կատարեցին, ոչնչացրեցին բոլոր ահաբեկիչներին, ուգանդական զորքերին եւ այնպես էին մտածել, որ անգամ Ուգանդայի նախագահի ավտոմեքենայի կրկնօրինակն էին բերել իրենց հետ, որպեսզի զորքերը մտածեն, թե իրենց նախագահն է եկել օդանավական։ Եվ ռազմական օդանավերով հետ տարան իսրայելցիներին փրկեցին, ֆանտաստիկ օպերացիա էր, դրա մասին անգամ ֆիլմեր կան, գրքեր կան։ Բազմաթիվ մի հրաշալի գիրք կա, մի քանի 100 էջանոց հաստափոր գիրք, կոչվում է Rise and Kill First, վերկաց եւ սպանիր առաջինը, որ Իսրայելի ինքնապահպանման, ինքնապաշտպանության կոնցեպտի մասին է, թե ինչպես են հատուկ ծառայությունները տարիներ շարունակ ոչնչացնում թշնամիներին, բոլոր թշնամիներին եւ թե ինչպես երբեք որևէ մեկը չի զիջում ոչինչ։ Այդ սկզբունքը այսօր անսպասելիորեն, որտեվ այդ մարդիկ այլ տարածաշրջանում են եղել, չունեն այդպիսի պատմություն, այդպիսի պայքարի տասնամյակների եւ այլն, խոսք ուկրաինացիների մասին է։ Այդ մարդիկ որդեգրում են իսրայելական մոտեցում։ Եվ դա անհնար է դա չնկատել եւ անհնար է դրանով չզարմանալ, հա, դրական առումով չզարմանալ, արժանապատվության դրսևորում է, իրենք թշնամական հարաբերությունների մեջ են, պատերազմի մեջ են, չեն վախենում մարդիկ իրենցից 100 անգամ խոշոր երկրից, միջուկային երկրից եւ ինչ են անում։ Բարդագույն օպերացիա են մշակում եւ դրոններով վերջին տեխնիկայով իմիջիայլոց Ուկրաինան դրոնային տերություն է դարձել։ Դրոնային գերտերություն համաշխարհային եւ ինքը սեփական արտադրություն է անում եւ դրոններով ոչնչացնում են Ռուսաստանի միջուկային հզորությունների 1/3-ը։ Ինչու 1/3-ը, որովհետեւ ավիացիան հերահար ծանր ռմբակոծիչ ավիացիան, դա եզակի ավիացիա է աշխարհում, որ շատ քիչ երկրներ ունեն, սուպեր գերտերություններ ունեն միայն,
եւ կարող են իրենց ցույց տալ, դա միջուկային ռումբ տեղափոխող եւ կիրառող ավիացիա է։ Եվ այդ ավիացիայի մոտարապես տարբեր հաշվարկներով 90%-ը ուկրաինացիները ոչնչացրեցին երեք։ Այդ ռիսկը, այդ քաջությունը եւ հասկանալով դրա արձագանքները, որտեղ այստեղ Ռուսաստանը Կրեմլը իր դեմքը փրկելու համար իրենք հասկանում են, որ պիտի շատ ծանր հարվածներ հասցնի Ուկրաինային։ Եվ այդ ավիացիան վերականգնելի չէ, այդ գործարանները էլ չկան, չեն արտադրվում այդ օդանավերը։ Ոչ տեխնոլոգիա կա, ոչ գործարան կա, ինչ վերականգնել։ Բայց միևնույն է, ուկրաինացիները սահմանափակ արդեն օգնության պարագայում, երբ ԱՄՆ ռազմական օգնություն այլևս չի տրամադրում եւ մնացած ֆինանսական օգնությունն է, այսպես տրված դեռևս իներցիայով ծախսվում։ Մարդիկ գնում են այդ քայլին իրենց ճշնամու հանդեպ։ Հիմա սա, պարոն Հակոբյան, դեռևս չի նշանակում, որ Պուտինյան ռեժիմը քանդվելու է։ Պուտինյան ռեժիմը դեռևս կմնա, որովհետև դա մի ռեժիմ է, ես այս վերջին շրջանում բավական ժամանակ եմ տրամադրել ուսումնասիրելու արդեն այդ ռեժիմի կառուցվածքը ներսից, հիմնական դերակատարներին եւ այլն եւ այլն։ Այդ ռեժիմը բավական կուռ կազմ ունի։ Ինքը կառուցված է բավական խելացի ձևով։ Այո, ամենակուռ կառույցները կարող են բավական անսպասելիորեն փլուզվել եւ հիմքերին հարվածներ հասցված են, այո, այնպես չի, որ հիմքերը ամուր են, բայց շինությունը միևնույն է դեռ ամուր է, դեռ շատ հարվածների կդիմանա այդ հաստատությունը, այսինքն տարբեր երաշխությունությամբ եւ ասել, որ վաղը դա փլուզվելու է այս ավիա հարվածների արդյունքում, այդպես չի, բայց տարվել նաեւ այն մտքով, որ չի փլուզվելու, դա էլ այդպես չի կարծում։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան։ Ավելացնելու բան ունեք։ Ես եմ շնորհակալ, ավելացնեմ մեր ամենաառաջին թեմային անդրադառնալով եւ փակելով։ Ես տեսանյութ էի հրապարակել, իմեջում կա, ովքեր չեն տեսել, կխնդրեմ գնան Հայկ Մարտիրոսյան, բաժանորդագրվեն եւ դիտեն այդ տեսանյութը, եկեղեցու այս սկանդալի մասին շատ մանրամասն անդրադարձել եմ։ Մի բան եմ ուզում ասել, որ տեսանյութում չանդրադարձա։ Ես կարծում եմ, որ այս կաթողիկոսը պիտի գահը զիջի նախ սկզբում կիսելով մեկ այլ անձի, որը կառողջացնի եկեղեցին ներսից եւ այս լռությունը շատ ավելի է խայտառակում եւ ոչնչացնում եկեղեցին եւ հասկանում է, որ եկեղեցական վերնախավն ու ղեկավարությունը թքած ունեն թե ինչ է լինում այդ ամեն ինչի հետ, կարևորը իրենք իրենց ապահով են զգում, համարում են, որ իրենք անձեռն մխելի են, բայց այդպես չի, իրենց ղեկավարին էլ կարող է մի օր այս իշխանությունը հանի եւ այս իշխանությունը կարող է գնալ Մոսկվա, օրինակ տեսականորեն պահանջ դնել Կրեմլում կամ շատ խնդրել ինչ որ մի բանի դիմաց գործարքի գալ եւ ասել ձեր կաթողիկոսին հանեք դնեմ ես իմին իմ թեկնածուին եւ դա կարող են անել եւ այս կաթողիկոսը սիրուն հրաժարական կտա մի օրում կասի ես հիվանդ եմ ես շատ ստրեսի մեջ եմ ես ուզում եմ առողջացում գնա ազատ ընտրություններ եմ թողնում ու կընտրվի գիտեք ով օրինակ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը որը օրհնում էր Նիկոլ Փաշինյանին եւ սատարում էր եւ ըստ եւ այդ տեսանյութից ելնելով կարելի է եզրակացնել, որ հավատարմության երդում էր տալիս կամ այլ մարդիկ ովքեր եպիսկոպոսներ են եւ կարող են գնալ գործարքի այս ռեժիմի հետ կամ իրենց քիմքին հարմար են եւ կան հաստատ այդպիսի մարդիկ, չէ։ Ես կարծում եմ, որ այս կաթողիկոսը ապաշխարելու համար եւ իր անգործունեությունը, չգործունեությունը, որ հանցավոր եմ համարում բարոյապես, մաքրելու համար այդ բիծը իր անունից, ինքը շատ է սիրում, շատ է կարևորում իր անունը պատմության մեջ թողելը, բայց կարծում եմ, թե դա պատերին ու քարերին գրելով է լինում։ Ամեն տեղ էջմիածնում է այսօր Գարեգին բկարելի է կարդալ պատերին, հիմա արդեն տաճարի մեջ էլ էս եվրո ռեմոնտից հետո մի քանի օր առաջ դեռ չէին էլ լրացրել այդ ներկը, բայց գրած տեքստը արդեն կար ուրվագծերը։ Այդպես չի։ Այս կաթողիկոսը պատմության մեջ մնա, եթե պատմություն մնաց, կամ այս պատմությունը որևէ մեկին հետո պետք եղավ, հայ եթե մնաց, նզովքի է արժանանալու այս անգործության համար, որտեղ ինքը պարտք ունի քաղաքական առաջնորդություն իրականացնելու։ Պարտք ունի խոսք ասելու, պարտք ունի պատասխանելու քֆուրներին իր եպիսկոպոսների հանդեպ։ Իսկ եթե կոմպրոմատ կա, այդ դեպքում թող եպիսկոպոսին հանի, որ եկեղեցին մնա
անարատ եկեղեցու անվան վրա դա չտարածվի, որ վաղը մի պոռնո տեսանյութ չհրապարակվի arczepiskopos-ի մասնակցությամբ եւ ասեն եկեղեցին գիտեր եւ պարտակում էր եւ դրա համար էր լռում եւ դա էլ կարող է տեսականորեն տեղի ունենալ, չէ՞, որ մտածենք։ Այսինքն եւ կուսակրոնության մասին ակնարկները ակնհայտորեն կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ մարդիկ ունեն տեսագրություններ եկեղեցականների կամ տարբեր անձանց, տարբեր մարդկանց հետ սեռական ակտերի եւ այլն եւ այլն, եւ իրենք ինչի՞ պիտի խարանեն դրանք հրապարակ, ինչի՞ պիտի խորշեն դրանք հրապարակելուց։ Հիմա այս կաթողիկոսը պիտի ընտրություն կազմակերպի եւ առանց հեռանալու, որպեսզի իր վերահսկողության տակ լինի, ընտրի աթոռակից կաթողիկոս եւ այս երևույթը կա հայ եկեղեցու իրականության մեջ։ Թարմ դեպքեր կան Անտիլիասում։ Աթոռակից կաթողիկոսներ, երկու կաթողիկոս մեկ աթոռի վրա իրար հետ կառավարում են, մինչև մեկը մահանում է։ Սա պատմության մեջ ընդունված բան է, մեր եկեղեցում հատկապես։ Թող աթոռակից կաթողիկոս ընտրի, որպեսզի լինի նորմալ մաքուր մարդ, այնպես ինչպես կաթոլիկ եկեղեցին շատ մաքուր, շատ նորմալ Յոզեֆ Ռացինգերից հետո, Բենեդիկտոս 16-րդից հետո, որը սկանդալի ականատես եղավ եւ ուզեցավ հեռանա։ Հեռացավ եւ կաթոլիկ եկեղեցին ընտրեց շատ բարոյական մարդու, Ֆրանցիսկոսին։ Այդպես էլ հայ եկեղեցին պիտի ընտրի այն մարդուն, որը ռեֆորմ կանի։ Բայց այս կաթողիկոսը այս հասարակության ծնունդն է։ Ինքը այս ժողովրդի հոգևոր ղեկավարը չի եւ միաժամանակ գուցե եւ է։ Եվ այս կաթողիկոսը չի հեռանալու։ Այս կաթողիկոսը չի ընդունելու ոչ մի քննադատություն։ Այս կաթողիկոսը անձնական թշնամանք է զգալու իմ հանդեպ։ Իրեն նվիրված եկեղեցականները փոխանակ հասկանալու ես ինչ եմ ասում։ Իմ հանդեպ թշնամանքով են լցվելու։ Ես դրան բացարձակ կասկած չունեմ եւ թող լցվեն։ Անկամ ժողովրդի մեջ իրեն համակրողները, բայց քանի որ ժողովուրդը իրենից հաշիվ չի պահանջում, անգամ նրանք իրեն սատարող գործիչները անգամ հկայական, կոչարյանական, անկախ, չգիտեմ, իրեն սատարում են, կաթողիկոսի դրոշն են հրապարակում, կաթողիկոսի նկարն են հրապարակում, Էշմիածնի նկարն են հրապարակում, որպես ի սատարում, ու չեն ասում ախպեր, ինչ ես անում, ինչի ես լռում, ո՞նց կարող ես լռել, եկեղեցի քո սեփականությունը չի, որ դու լռում ես, մերն է, դու դրա սպասավորն ես, դու դրա սպասավորների մենեջերն ես, դու ինչի չես ձայն հանում, պաշտպանում, ինչի չես եկեղեցին առողջացնում։ Կամ այդ չուլանային թեման, դրան էլ եմ ուզում անդրադառնալ եւ ձեր եթերով եւս մեկ անգամ parzabanել իմ դիրքորոշումը։ Սուրբ Գայանից լուսանկարներ ես եմ հրապարակել։ Ասում են հետո տարան նիկոլականները ցավոք սրտի, օգտագործեցին իրենց նպատակներով, բայց դա կարևոր չի, եղբայր։ Ես իրենց ջրաղացին ջուր չեմ լցրել։ Փաստ է, չէ, որ այն նկարը, որ ես ցույց եմ տվել, Չուլանային պատկեր է ցավոք սրտի։ Եվ ես չեմ ուզում դրա խոսքերը կրկնել, բայց այդպես է ստացվում։ Ինչի եք դա թույլ տալիս եկեղեցուն։ Ինչի եք հսկայական գումարներ ծախսում շինարարության վրա, կամ խայտարակ եվրո ռեմոնտի վրա մայր տաճարի հատակը իտալական, եթե չեմ սխալվում, վստահ չեմ, կարծում եմ իտալական է, բայց որ արհեստական է, դրանում կասկած թերևս չկա։ Արհեստական սալի գրափարով ասած մետլախ են խփել։ Մետլախը խփած Մայրաթորի Սուրբ տաճարի հատակին պատմական բջնի հայկական բջնի պատմական եզակի մարմարը, որի վրայով վեհափառներ են քայլել։ Վազգեն վեհափառն է քայլել, միգուցե իրենից առաջ, միգուցե ոչ, այլ վեհափառներ, որի վրայով աշխարհի ղեկավարներ, նախագահներ, հայ մեծեր են քայլել, որի վրայով քայլել են լուրջ հոգևորականներ, լուրջ գիտնականներ, հարյուր հազարավոր հայեր Սփյուռքից, ովքեր ողջ չեն այլևս, պատմություն կրող այդ քարերը, հանվել, չգիտեմ ինչ է եղել, տեղը խփել են մեծ լախ, դուք պատկերացնում եք, մեծ լախ, կարող է սիրուն անուն տան, ասեն կերամասալիկ, հա, ես ասում եմ մեծ լախ, որտեղ դա մեծ լախ է, Մայր աթոռի հատակին խփված է մեծ լախ, այս բաները, որ իրենք անում են, կամ Սուրբ Գայանեում, մուտքի մոտ երկու կողմերում, մի կողմում, դեմքով նայում ես մուտքին, աջ կողմում լուսանկարը ես եմ հրապարակել իմ էջում։ Ոչ թե Նիկոլենց ասածը սատարելու համար, այլ որ տեղ մի տվեք, որ գան այդպիսի բաներից բռնվեն եւ անեն, եւ մի արեք այդպես, մի բղծեք ինքներդ մեր եկեղեցին։ Ասում եք եկեղեցին բարձր է, մենք այդպես չենք անում, մենք մաքրում ենք, եղբայր, նայեք, չի կարելի այդ բառախլոն
այլ բառեր, երբեմն ռուսերեն բառեր կան, որ այնքան լավ են բնորոշում, որ հայերեն սիրուն բառերը չեն բնորոշում այդ վիճակը, հա, այդ ցածր վիճակը։ Բա կաթողիկոսական դամբանների դիմաց ինչ կապ ունի գավիթում է թե դրսում է։ Թե անգամ տաղավարի տակ է։ Եթե կաթողիկոս է թաղված դրանից 1 մետր հեռավորության վրա, կես մետր հեռավորության վրա, եւ եթե եկեղեցու շինության մաս է, դուք ո՞նց եք այդ ապրանքը դնում այդտեղ ավելներ, հավաքած կեղտոտ գորգ, սա եկեղեցականների վերաբերմունքն է եկեղեցու հանդեպ։ Եվ դրանից օգտվում է ռեժիմը։ Ռեժիմին պետք է եկեղեցին քանդել։ Նայում են որտեղ կա թույլ կետեր, այդ կետերին հարվածում են։ Ես էլ ասում եմ, այս կետերը այո, իրոք կան։ Ռեժիմի բերանը լեզու մի դրեք։ Մի թույլ տվեք, որ իրենք կպնեն։ Կան այդպիսի արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, որոնց վրա դուք իմանում եք, որ ունեն կոմպրոմատ։ Ես չեմ բացառում, որ բոլոր arczepiskopos-ները կամ եպիսկոպոսները տեսականորեն կարող է եւ սեքսով են զբաղվում, եթե հիմա կարող են ոմանք կամ զբաղվել են կամ ընտանիքներ ունեն։ Եղբայր, լավ չի, որտեվ եթե դու անկեղծ ես եւ ընտրում ես այդ ճանապարհը եւ դրա այդ բարիքները ես ստանում, այդպես չի, որ դա տաժանք է։ Դե բան է, arczepiskopոսական առաջնորդական պալատներից դուրս եկեք վրաների մեջ քնեք։ Որ չեք քնում, մի ասեք, որ ձեր կյանքը դժվար է, ձեր բոլոր հաշիվները վճարում է եկեղեցին, վճարում է ասենք եկեղեցին ժողովուրդն է, եկեղեցու փողերը գնում են ժողովրդից կամ հարուստ աղբար նվիրատուներից։ Այսինքն, եթե դուք բացահայտվում եք, դուրս եկեք ծառայությունից, որպեսզի եկեղեցին, ես չեմ ասում, չեմ ուզում դատավոր լինել իրենց, լավ արել արել են, լավ խაფել են իրենց ուխտը խախտել են, լավ չի։ Ուխտը չտայք, անեիք ինչ ուզում եք։ Ես այդ ուխտը չեմ տվել, ապրել եմ տղամարդու ազատ կյանքով, այսինքն չեմ կաշկանդված եղել, հա, իմ պատկերացրածով նորմալ ապրել եմ որպես մարդ, նորմալ տղամարդ։ Բայց իրենք այդ ուխտը տվել են, երթումը տվել են։ Հիմա, եթե բացահայտվեցիք, եկեղեցին հարվածի տակ էին գնում։ Եթե չէ եղբայր, վեր կացեք, ասեք, դե հələ հրապարակեք ինչ նյութ կային վրա։ Եթե AI-ով կանեն, կարող եք հանձնել լաբորատորիաներ այդ փողերը ունել եւ ապացուցել, որ այդպես չի։ Եվ ընդհակառակը դուք դուրս կգաք, որ ճիշտ եք եւ ձեզ զրպարտում էին։ Բայց մաքրել է պետք է եկեղեցին, ոչ թե ասել մեր մոտ ամեն ինչ մաքուր է, մեր եկեղեցիները մաքուր են ֆիզիկապես, մենք մաքուր մարդիկ ենք, մենք էս ենք, մենք են ենք, մենք չենք խախտում, մենք սրբակենցաղ ենք, էս ենք։ Դուք դրանով ոչնչացնում եք եկեղեցին։ Մի արեք, թույլ մի տվեք, հիմա եկեղեցին մնացել է այն միակ կառույցը, որը ունի մի այսքան պոտենցիալ, ուրիշ կառույց չկա էլ։ Այս ժողովրդին առաջնորդելու, բերեք բարոյական առաջնորդի թող ձեզնից սկսվի։ Սկսեք քաղաքական պայքար։ Ես ինչ ամուլ եք դուք։ Ինչ խայտարակությունը ամոթ է, որ դուք դարերով, հազարամյակներով պետության ֆունկցիա եք կատարել, երբ պետություն չի եղել, առաջնորդել եք այս ժողովրդին։ Այսօր մտել եք, չգիտեմ ուր, լռել եք, այսօր եկեղեցին սարքել եք ոչինչ, զրո։ Սարքել եք թաղում հարսանիք անելու տեղ, փող հավաքելու տեղ, առողջացրեք այս եկեղեցին միակ կառույցն է, դրա համար այդ միակն է, դրա համար են հարձակվել ձեր վրա։ Մի թույլ տվեք հարձակվեն, հասկացեք, ներսից չի կարողանում կաթողիկոսը ինքն իրեն հաղթահարել, չի հաղթահարելու, ներսից միավորվեք այն arczepiskopos-ներով, ովքեր ծանրակշիռ են, ովքեր համաձայն չեն, ներեկեղեցական փոփոխություն արեք, այդ բառով բնորոշեմ։ Կաթողիկոսին ստիպեք հեռանա, չի կարող 5-10 arczepiskopos-ի բանադրել կամ հեռացնել կամ փիլոնազուր կամ չի կարող։ Էդ էլ որ արեց, դուք էլ իրեն արեք, ինչ ասեմ, փիլոնազուրկ։ Ճիշտ է։ Դա հասկացեք, ձեր ապրուստը դուք միևնույն է ապահովել եք, դուք բավական հարուստ մարդիկ եք։ Եղբայր երկիր է կործանում։ Սա լավ առիթ է ձեր համար, ոտքի կանգնելու, գործ անելու եւ դառնալու քաղաքական առաջնորդներ։ Ձեր դեմքը բանը Բագրատ Սրբազանը չի։ Դուք ունեք լավ դեմքեր, որոնք լուր են։ Ունեն, ախր ունեն այդ դեմքերը։ Եվ մյուսն էլ այս մարդիկ, ովքեր եկեղեցուն կոչ էին անում, եւ որ արդեն երկրորդ անգամ այդ Վազգեն Միրզախանյանի օրնելու դեպքից հետո, եթե կաթողիկոսը զանգեր չհնչեցնի, չբանադրի, ուրեմն նա սատար, բա հիմա ուր է, բա ինչի՞ չեք ասում, որ կաթողիկոսը սատարում է։ Բա ստացվեց, որ սատարում է այս ռեժիմին, չպատասխանելով։ Դե բա խոսեք, վաղ էլի նույն բանն եք անելու, որ նույն բանը լինի եւ չպատասխանի։ Բա դուք այսինքն դուք էլ եք դատարկաբանում։ Բա ինպես խոսեք։ Ջանդամ թե չեք դառնա այդ եկեղեցականների թշնամին, ով են այդ եկեղեցականները։ Ոչնչություններ, մենք տեսնում ենք, որ ոչնչություններ են։ Ինչի են ընդունակ։
Եվ ընդհանուր առմամբ չեմ ուզում շատ երկարացնել, սա էր մեսիջը։ Պիտի գործենք, պիտի մեր կեղտը չփրենք գորգի տակ, պիտի հարցակումները եկեղեցու վրա, ժողովրդի վրա trigger հանդիսանան, այսինքն ազդակ եւ հարուցիչ հանդիսանան գործելու եւ այս տհաճագույն, բայց ոչ անսպասելի առիթը պետք է օգտագործել իրական փոփոխություն անելու համար եւ այդ փոփոխությունը հիմա շանս կա սկսելու եկեղեցուց։ Կարվի, չի արվի։ Հետևեք Վարդան Հակոբյանի եւ իմ YouTube-յան ալիքներին եւ շնորհակալություն ձեզ հարցազրույցի հրավիրելու համար։ Շատ շնորհակալ եմ։ Մենք էլի կհանդիպենք, հուսով եմ ավելի լավ տրամադրությամբ եւ լավ նորություններով։ Շնորհակալություն, պարոն։ Բարի Շնորհակալություն։ հաջողություն։